Երբ բացատրում եմ այս աշխարհը, չեմ կարող չսիրել այն։ Ես չսիրելով չեմ կարող չպահպանել։ Ես պահպանում եմ այն Տիրոջ իրավունքով ու պարտությամբ, գիտակցելով, որ սա միայն աշխարհի համար չէ։ Այս ֆիլմը հենց այդ բացահայտումների մասին է։ Տարիներ շարունակ փնտրելով չբացահայտվածը, ես գտա այն, ինչ գոնե կադրերի միջոցով կարող եմ հասանելի դարձնել յուրաքանչյուրին։ Եվ հիմա ձեզ եմ ներկայացնում իմ տեսած Հայաստանը։ 3597 մետր։ Այս հանգած հրաբուխն է Խառնարանում սառը լճով։ Երթուղին սկսվում է Գեղարդ կամ Գողթ գյուղից, երբեմն մեքենայով մոտենում ենք 3000 մետր բարձրության, հետո քայլում ենք մոտ 12-ից 15 կիլոմետր։ Ճանապարհին տեսնում ես վայրից ծաղիկներ, կենդանիներ, հինգքարակոթողներ և վիշապաքարեր։ Վիշապակ Աժդահակի անունը գալիս է իրական առասպելաբանությունից՝ Աժի Դահակա։ Հայկական վեպերում Աժդահակը Մարաստանի Միդիա չար թագավորն է, վիշապ հրեշ, որը շղթայված է լեռնային խորքերում։ Վահագը հաղթում է նրան, ազատում է քրոջը և շղթայում չարին։ Խառնարանային լիճը համարվում է վիշապի աչք կամ սուրբ ջուր ավագ։ Այստեղից բնությունը և առասպելները միաձուլվում են, ցույց տալով, որ լեռները կենդանի են, հիշողություններով լի։